Փաշինյանը առաջադրվել է ՔՊԻ 2026-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակով։ Սևանալիճ չկա, կա գյոյչա, խաղաղություն խաղացող Ալիևի հայտարարությունը։ Կրճատել պաշտպանական ծախսերը, երբ թշնամին ավելացնում է ռազմական բյուջեն, հարց իշխանությանը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքը կա, ամպլիտուդը լայն է, 98-ից 2023-ի անցքեր։ Կալանավորվել է կաթողիկոսի եղբայրը, դատարանը բավարարել է քննչականի միջնորդությունը։ Սկանդալային բացահայտում, հայրը խեղդել է հարազատ որդուն։ Ռուսաստանն ու Չինաստանը միջուկային զենք են փորձարկել, Թրամփը կասկածներ ունի։ Վանդալիզմ Արցախում, թշնամին կրակի տակ է առել օկուպացված Մարտունու եկեղեցին։ Մայրաթոռը կքննի Թալինի եկեղեցու հոգևոր հովվի հարցը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ առաջադրվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար և կից ներկայացրել է իր կենսագրությունը։ Սևանալիճ չկա, կա գյոյչա, ադրբեջանցիներն էլ Հայաստան կգան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Սա Երևան-Բաքու խաղաղության ֆոնին ադրբեջանից հնչող հայտարարություններն են ամենաբարձր մակարդակով։ Մինչդեռ Հայաստանի խորհրդարանի խոսնակը կարծում է, սրանք ներքին լսարանի համար արված հայտարարություններ են, իսկ պատմական փաստերի փնտրտուքի դեպքում հնարավոր է պարզվի, ինչ-որ մեկի հայրենիքն էլ հեռավոր Ալթայում է։ Մարգարա Եղեգնաձոր Սիսիան-Գորիս ճանապարհի հայկական կողմի առաջարկից Ադրբեջանը չոգևորվեց եւ կարելի ասել նույնիսկ անարձագանք թողեց։ Հակառակ դրան հայաստանյան իշխանությունները ոգևորվեցին ու ցնցացին, երբ Ալիև կրտսերը իլուր աշխարհի ցուցադրական հայտարարեց, թե հնարավորություն է տալիս Ղազախստանից հացահատիկ ներմուծել Ադրբեջանով ու Վրաստանով դեպի Հայաստան։ Պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Ինչու ադրբեջանական կողմը չարձագանքեց հայաստանյան իշխանությունների առաջարկին կամ բարի կամքի դրսևորմանը։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ Ադրբեջանն ունի հստակ ռազմավարություն եւ Հայաստանին, նաեւ ամբողջ աշխարհին հստակ ներկայացրել է ինչ է ցանկանում։ Դա ինքնին խոսում է այն մասին, որ Ադրբեջանի խնդիրը պարզապես ճանապարհ ստանալը չէ։ Ադրբեջանի խնդիրը պարզապես կոմունիկացիաներ ապաշրջափակելը չէ եւ սա տնտեսական իմաստով Ադրբեջանին նույնիսկ անհրաժեշտ չէ։ Ադրբեջանի համար այսպես կոչված Զանգեզուրյան երթուղին ունի ոչ թե զուտ տնտեսական նշանակություն, այլ ունի քաղաքական կոմունիկացիոն, գուցե նաև ռազմավարական նշանակություն եւ ոչ թե զուտ տնտեսական նշանակություն, ինչպես որ փորձ է արվում այն ներկայացնել։ Իրենց նպատակը մեկն է՝ Սյունիքը այս կամ այնքան վերցնել իրենց հսկողության տակ։ Ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ բաց հայտարարել է, որ խաղաղության ծրագիր կոչվածն առհասարակ իրեն հետաքրքիր չէ։ Ադրբեջանն իր զինանոցում Հայաստանից այլ պահանջներ եւս ունի։ Ըստ վերլուծաբանների այդ երկիրը դրանք կներկայացնի հետագայում եւ յուրաքանչյուր հերթական պահանջ բավարարելուց հետո առաջ կքաշի նոր պայմաններ։ Հայաստանյան իշխանությունների խաղաղության ձեռքմեկնումը Ալիևը անպատասխան է թողնում։ Ավելին, այդ երկրի ղեկավարը այս անգամ ինչ-որ քարտեզների է հեղումանում, հայտարարել է, թե Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանալիճ, բայց կա Գոյչալիճ։ Այդ քարտեզները պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղում էթնիկ կազմը փոխելու համար։ Այդ քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք։ Պատմական ընտրտուկների մեջ ընկնելու պարագայում կարող է հենց ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալտայում։ Դա նախատեսված է իր ներքին լսարանի համար։ Իսկ ինչպես է արձագանքում Հայաստանի ազգային ժողովի նախագահը, երբ Ալիևը հայտարարում է, թե 500,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան։ Ալիևի ձևակերպմամբ իրենց պատմական հողեր։ Բռնապետը մեծահոգությունել է դրսևորել, թե դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին, որովհետև իրենք պետք է Հայաստան վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ես տեքստի մեջ ազատագրելու բան
չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլն եւ այլն։ Ալիևի աչքը Հայաստանի տարածքների վրա է, նա նոր նախապայմաններ է առաջ քաշում, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարն ասում է, թե այդ երկրի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո փոխվել է, մեղմացել։ Նախարարը Ալիևի հայտարարությունը սակայն ոչ լսել է, ոչ էլ կարդացել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ մինչև կպարզվեն Երևան-Բաքու խաղաղության ջրերը դեռևս պարզ չէ, ինչպես են ադրբեջանական մեքենաները հատելու Հայաստանի տարածքը եւ արդյոք անխոչնդոտ անցում ասվածը նշանակում է, թե Հայաստանում ադրբեջանցու մեքենան հարկ եղած դեպքում չեն ստուգելու։ Հարցը խորհրդանում են փորձել հստակեցնել, իսկ մասնագետները տարակուսած են անխոչնդոտ ձևակերպումը կարող է առանձին դեպքերում թյուրըմբռնում ստեղծել։ Աննախադեպ իրավիճակ է, ժամի անդրադարձ։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ ճանապարհ հայ-ադրբեջանական Ամերիկայի խաղաղությունից գրեթե 3 ամիս անց դեռևս օդում է հարցը Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահի, մաքսավորի կամ ոստիկանի երես տեսնելու են։ Հիշենք, այս ձևակերպումը Ալիևինն էր նախքան օգոստոսի 8-ի գագաթնաժողովն էր ասել, թե ադրբեջանցիները հայերի երես պետք է չտեսնեն, մեջբերում ֆիզիկական շփում պետք է չլինի, երաշխավորված անվտանգության միջոցներ պիտի լինեն, որպեսզի ժողովուրդը եւ բեռները ազատ անցնեն մեջբերման վերջը։ Եվ այս հայտարարությունից 18 օր անց Փաշինյանի ու Թրամփի հետ ստորագրություն թողեցին ամերիկյան հռչակագրի տակ, որի երրորդ կետով էլ Ադրբեջանի համար առանձնացրել էին անխոչնդոտ ճանապարհ Հայաստանի դեպքում փոխադարձ առավելություններով ձևակերպումները։ Հիմա խաղաղության նախակնքումից միայն 87 օր հետո մեր երկրի խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը թեպետ ասում է, մաքսային ու սահմանային կարգավորման հարցերը դեռևս պետք է բանակցվեն, այնուամենայնիվ նաև ընդգծում է անխոչնդոտ չի նշանակում, որ Հայաստանը բեռներ ու փաստաթղթեր չի ստուգելու։ Անխոչնդոտ բառի բազմազան մեկնաբանություններ կան, բայց դրա ամբողջ տրամաբանությունն այն է, որ Հայաստանը չի ստեղծելու որևէ խոչընդոտ, արհեստական խոչընդոտ Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան անցման համար։ Անխոչընդոտ չի նշանակում, որ Հայաստանը չի ստուգելու բեռները, չի ստուգելու փաստաթղթերը եւ այլն։ Դա դրա մասին չէ։ Խանդարյանը հիմնավորում է խոսքը հղում անելով միևնույն պարբերության այն հատվածին, որտեղ էլ գրված է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իր ձևակերպմամբ հատկապես իրավազորության մասին։ Ուստի պնդում է, սա նշանակում է, թե հայկական վերաբերելի բոլոր օրենքները գործելու են Ադրբեջանից Նախիջևան անցման ժամանակ։ Փորձագիտական դաշտում սակայն մտահոգություններն այսպիսով չեն փարատվում։ Միջազգայնագետի հարցն է, իսկ ասենք հայ ոստիկանը օրինական կարող է ադրբեջանական մեքենան կանգնեցնել, ստուգելու փաստաթղթերը եւ օրինակ մեքենայի պարունակությունը, ասում է արհեստական խոչընդոտ սա չի կարող համարվել, բայց արդյոք տեղավորվում է նույն իրավազորության տրամաբանության մեջ, այլ օրինակել է բերում։ 10-14 մեքենա քաղաքացիականներ նստած ադրբեջանցիներ անձնագրային տվյալներով ուզում են հատել Հայաստանի սահմանը, հատում են եւ ճանապարհի կեսին, ինչպես Շուշիի ճանապարհն են փակում, ինչ որ ակցիա են իրականացնում։ Թեկուզ խաղաղ ակցիա, բայց ինֆրաստրուկտուրայի ամբողջ երթևեկությունը կանգնում է, խաթարվում է բնական խոսքը, առաջանում են խնդիրներ ու այս պարագայում օրինակ հայկական կողմը ինչ գործիքակազմում մեխանիզմներ ունի նման իրավիճակներում գործելու։ Հայաստանի տարածքով անցնելիս խոչընդոտներ չունեն մեր երկու հարևաններն էլ Վրաստանն ու Իրանը, բայց նրանց հետ այս պայմանը հատուկ որևէ տեղ չենք ձևակերպել, ներքևում ստորագրություններ չենք թողել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը սա պայմանավորում է այն հանգամանքով, որ երկու երկրների հետ նաև կոնֆլիկտ չենք ունեցել։ Միջազգայնագետին ժամը հարցնում է, այսինքն եթե կոնֆլիկտը հաղթահարում են, պայմանագրերի մեջ անպայման առանձնացնում են անխոչնդոտ բառը, մասնագետի պնդումն է աննախադեպ իրավիճակ է։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա չեք այդ մեկ պետություն, որը իր հարևան երկրի հետ կոնֆլիկտ ունենած հետո, եթե հայտարարի են եկել, խաղաղություն է հաստատվել, ճանապարհները տրամադրելիս հատուկ ինչ որ կետ նշեն իրենց ներպետական օրենսդրության մեջ կամ պայմանագրային ձևաչափով, որ իրենք անխոչնդոտ ճանապարհ են տրամադրելու։ Սյունիքի թրիփից Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղուց ի դեպ էական նորություններ չկան։ Մարզերի հետ աշխատանքին էլ չեն հասել, դեռևս միայն քննարկումներ են Երևանում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան, ըստ թուրքական մամուլի հրապարակումների Էրդողանի այցը պայմանավորված է Արցախի դեմ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով։ Բաքվի քարոզչամեքենան էլ գրում է, թե նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնական միջոցառումներ ու հաղթանակի շքերթ կանցկացնեն։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործը կարված է, ադրբեջանցի պետական մեղադրողը մեղքը իբրև թե ապացուցված է համարել։ Բաքվի զինվորական դատարանում շարունակված դատական նիստում գլխավոր դատախազի օգնականը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը։ Իդեպ մեղադրող դատախազը պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած բազմաթիվ հանցագործություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասն է։ Գեներացնելով Բաքվի այս ֆարսը, ադրբեջանական մամուլը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նրանց հետ դատարանի առջև կանգնած 15 հայերի վերաբերյալ պատժաչափերի մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ ունենալով Բրյուսելում Ռասմուսեն գլոբալ խորհրդատվական կազմակերպության խաղաղության խաչմերուկ նախագծում ասել է, թե սպասվում է, որ Հայաստանի քաղաքահասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ապագայում փոխադարձ այց կկազմակերպեն Ադրբեջան։ Գրիգորյանը հիշեցրել է, որ ամիսներ առաջ Հայաստանի ԱԱԾ տնօրենն էր այցելել Բաքու մասնակցելու միջազգային անվտանգության ֆորումին։ Նման այցերը կնպաստեն փոխվստահության ու փոխընդբռնմանը երկու հասարակությունների միջև, նշել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հայաստանը Ֆրանսիայից վերջին 2 տարիներին ավելի քան 274 միլիոն եվրոյի սպառազինություն է ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը խորհրդանին ներկայացրած զեկույցի ժամանակ։ Ըստ ֆրանսիական մամուլի հրապարակումների, ֆրանսիական սարքավորումների արտահանումը, զորավարժությունների անցկացումը և համատեղ գործողությունները ունեն բացառապես պաշտպանական բնույթ։ Զեկույցում նաև նշված է, որ Ֆրանսիան Հայաստանին մատակարարում է նախկինում հայտնի Ցեզար ինքնագնաց հաուբիսներ, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և դրանց արձակման կայանքներ։ Իսկ արդյոք Ադրբեջանին դուր գալու համար է Հայաստանի կառավարությունը որոշել կրճատել եկող տարվա պաշտպանական ծախսերը։ 2026-ի բյուջեի քննարկմանը ֆինանսների նախարարին հարցրել են ընդդիմադիրները։ Գեգամ Մանուկյանի ձևակերպմամբ, որքան հայկական կողմը ներկայացնում է, թե կրճատում է պաշտպանական բյուջեն, ադրբեջանական կողմը հակառակը հայտարարում է, որ ավելացնում է պաշտպանական ծախսերը։ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ պաշտպանական ծախսերի կրճատմանն են գնացել հաշվի առնելով միջազգային հեղինակային կազմակերպությունների գնահատականները։ Ըստ այդմ, Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի ֆիսկալ կայունության վրա և ըստ նախարարի հաշվի են առել այն, որ խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպված չի լինելու մեծ գումարներ ուղղել պաշտպանության ոլորտին։ 2026 թվականին արդեն իսկ որոշ նվազումներ են նախատեսվում այդ ուղղությամբ մեր ծախսերում։ Շաբաթ օրը եղել եմ Գորիսի տարածաշրջանում, նույն առաջնագիծն է, նույն մարտական հերթապահությունը, այնպես չի, որ օգոստոսի 8-ից հետո այդ դիրքերը չկան եւ միջազգային կազմակերպությունը չգիտեմ ինչ են աշխատում, բայց իրականությունը այլ է, անցնում է ջերմուկով տեսնում ես օկուպացված տարածքներ, նույնը Տավուշ եւ այլն։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադառնալով քննադատությանը, թե Ադրբեջանը շարունակում է զինվել, Հայաստանը կրճատում է ռազմական ծախսերը, նշել է, որ Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները եւ որ 2026-ի բյուջեում որևէ խախտում չկա։ 2026 թվականի բյուջեն, եթե այն համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենսի հետ, համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենսին, այն որևէ խախտում չունի, բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 25 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որը առաջ բերված ծախսեր են։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Կալանավորվել է կաթողիկոսի եղբայրը, դատարանը բավարարել է քննչականի միջնորդությունը։ Սկանդալային բացահայտում հայրը խեղդել է հարազատ որդուն։ Ռուսաստանն ու Չինաստանը միջուկային զենք են փորձարկել, Թրամփը կասկածներ ունի։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպել Հարավային Աֆրիկայում նոյեմբերին նախատեսված G20-ի գագաթնաժողովում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։ Հայտնի է, որ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-ից 22-ը Յոհանեսբուրգ քաղաքում։ Իսկ ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ չի մասնակցի գագաթնաժողովին եւ իր փոխարեն Հարավային Աֆրիկա կմեկնի փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջխաղացում ունեն Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքում եւ գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական օբյեկտներին։ Գիշերային հարվածները թիրախավորել են նաեւ Ուկրաինայի ռազմական օդանավակայանը, ռազմական տեխնիկայի վերանորոգման բազան եւ ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն ռուսական զինուժին հաջողվել է ուկրաինական զորքերին դուրս մղել Կուպյանսկի շրջանում գտնվող դիրքերից։ Կիևը առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը հնարավոր չէ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին, պահպանում է ռազմական բազաները երկրի սահմաններից դուրս եւ միջամտում է տարածաշրջանի գործերին։ Եվ չնայած արևմտյան պատժամիջոցները խնդիրներ են առաջացրել Իրանի համար, իր երկիրը պետք է ուժեղանա, քանի որ դա է անխոցելի դառնալու միակ լուծումը, նշել է Խամենեին։ Հիշեցնեմ, Թրամփը դեռ հունվարին խստացրեց Իրանի դեմ պատժամիջոցները եւ պարբերաբար հայտարարում է, թե պատրաստ է վերսկսել նաև ռազմական գործողությունները, եթե Թեհրանը շարունակի քայլերը միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ։ Եվ չնայած հրադադարի մասին համաձայնագրին, Իսրայելը սպառնում է ուժեղացնել հարձակումները Հեզբոլլահի դեմ հարավային Լիբանանում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, եթե Լիբանանի կառավարությունը չզինաթափի խմբավորմանը, ապա Իսրայելը կգործի ինքնապաշտպանության նպատակով, ինչը համապատասխանում է հրադադարի պայմաններին։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հավելել է, թե Հեզբոլլահը կրակի հետ է խաղում։ Վերադառնանք մեր երկիր եւ օրվա ահասարսուռ լուրը մարդու լեզուն չի պատտվում ասել, բայց պարզվում է ծափաթաղում հայրն է խեղտամահարել 3-ամյա որդուն, որի դին փրկարարները հայտնաբերել են տնից հեռու թաց աչքերով։ Իդեպ մամուլում տեղեկություններ կան, որ հայրը կասկածներ է ունեցել, թե երեխան իրենը չէ եւ դա է եղել նման քայլի դիմելու պատճառը։ Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցած ողբերգության գործով քննությունը շարունակվում է, երեխայի հոր նկատմամբ կալանքը ընտրվել է որպես խափանման միջոց։ Հոկտեմբերի 27-ից Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա երեխայի պատմությունը բավականին սարսափելի բացահայտում ունեցավ։ Օրերով շարունակվող որոնողական աշխատանքներն ավարտվեցին ցավալի արդյունքով։ Հայտնաբերվեց երեխայի դին, տնից բավականին մեծ հեռավորության վրա։ Երեխայի մահվան հավանական պատճառն այսօր ներկայացրեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպիսի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայրը օգտվել է շրջապատում բոլորի զբաղվածության հանգամանքից եւ երեխայի դին սպանության վայրից տեղափոխել է այնտեղ, որտեղից հետագայում նրան հայտնաբերել են փրկարարները։ Հորից ցուցմունքներից է հայտնի դարձել այս ամենը։ Դա էր պատճառը, որ տեղանքով մի քանի անգամ նախկինում անցած քաղաքացիները չէին հայտնաբերել երեխայի դին։ Երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Դեպքի մոտիվները հայտնի կդառնան հետագայում։ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։ Այս պահին էլ պարզ չէ, հնարավոր էր արդյոք կանխել այս ահասարսուռ ողբերգությունը եւ ով կարող էր դա անել։ Մեկ այլ սպանության կանխման հնարավորությունների մասին է խոսել նաեւ նախարարը։ Խոսքը Փարաքարի համայնքապետի սպանության մասին է, որն ըստ նախարարի դրանից առաջ տեղի ունեցած այլ հանցագործության հետ էր կապված։ Պատգամավորները հարց են բարձրացնում. ինչու այս հանցագործությունը ժամանակին չկանխվեց, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ այն միանշանակ կարող է տեղի ունենալ։
Փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր են սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային են գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից։ Եվ մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են, այսպես ասեմ, կազմակերպվել տեղում։ Բայց կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնացնել մի ոստիկան եւ տարիներ շարունակ այդ ոստիկանին պահպանել այնտեղ։ Ենթադրեք դուք ճիշտ եք, որ դա է ընթացքը եղել։ Փետրվարյան դեպքերը եղել են 6 ամիս հետո, ինչպես դուք եք ասում, վենդետա է եղել։ Բա 6 ամիսը դուք չէիք կարողանում նորմալ վերահսկողություն իրականացնել։ Ասում եք տարիներ շարունակ հո այնտեղ պահակակետեր եւ այլն չէին դնելու, տարիներ շարունակ չի, 6 ամիս հետո է տեղի ունեցել դեպքը։ Ընդ որում ասում եմ տվյալ անձը, ով սպանություն է իրականացրել, նույնիսկ կրակել սովորել է տվյալ համայնքում։ Արփինե Սարգսյանի խոսքով հնարավոր հանցագործության նախապատրաստության վերաբերյալ ազդակներ ոստիկանական համակարգը չի ստացել, իսկ դեպքին նախորդող ամիսներին դժգոհ լինելով վաղաշաբաթում հանցավորության դեմ պայքարի արդյունքներից ազատել է համայնքի մի շարք բարձրաստիճան իրավապահների։ Այդուհանդերձ Սարգսյանը ընդհանուր առմամբ գոհ է համակարգի աշխատանքից։ Աճել է հանցագործությունների բացահայտումների թիվը, սպանությունները հիմնականում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանք են, այսինքն պլանավորված սպանությունները բավականին քիչ են, իսկ ընդհանուր հանցագործությունների մասնաբաժնում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տոկոսը նվազել է։ Արմեն Նաթալյան, ժամը-լրատվական։ Այլ թեմաներ Տաշիր կապիտալ ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի սակագինը ոչ թե 20 լումա իջեցնել, այլ մոտ 3 դրամ, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է ՀԵՑ-ի գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Հանձնաժողովի ներկայացուցիչները հարցի քննարկումը սակայն հետաձգել են մինչև տարեվերջ, որպեսզի ըստ Ղազինյանի ժողովրդին դա մատուցեն որպես ՀԵՑ-ի նոր ղեկավարության ձեռքբերում։ Ղազինյանի խոսքով բնակչության համար էլեկտրաէներգիայի գնիչեցումը խչունդոտում է նաև մի քանի տարի առաջ այս համակարգում ներդրված նոր մոդելը, ըստ որի խոշոր սպառողները թրեյդերների միջոցով են էլեկտրաէներգիա գնում արտադրողներից։ Այսպիսով նախորդ տարիների 30 միլիարդ դրամ է դուրս բերվել էներգետիկ համակարգից։ 30 միլիարդ դրամը դուրս չգալու դեպքում, դե պատկերացրեք արդեն տարեկան մոտավորապես 2 միլիարդ կիլովատ ծախսող ամբողջ բնակչությունը, մենք դուք բոլորս, բնակչությունը միջազգային հասկացություն դա բնակիչ բաժանորդներն են, ամբողջ Հայաստանի բնակչությունը։ Պատկերացրեք, որ տարեկան մոտավորապես 5 դրամ մենակ այդտեղ կարող է իջեցում լինել։ Չնայած առողջապահության ոլորտի բարեփոխումներին շտապ օգնությունը հաճախ չի շտապում, ավելին դանդաղում է, երբ անգամ քաղաքացու կյանքն է մազից կախված լինում։ Նման մի դեպք օրերս է գրանցվել, տուժածի հարազատը ժամին պատմել է, որ քանի անգամ շտապ կանչեն գրանցել, բայց օգնությունը տեղ չի հասել։ Ինչ է պատասխանել շտապ օգնության տնօրենը, Քնարիկ Պետրոսյանի անդրադարձ։ Ինչու է շտապ օգնության սպասելը երբեմն դառնում կյանքի ու մահվան հարց։ Սոցիալական ցանցերում կրկին բողոքներ են շտապ օգնության համակարգի անարդյունավետության մասին։ Արեքսիայի կանչից հետո շտապ օգնությունը ժամանել է շուրջ կես ժամ ուշացումով։ Ուրբաթ է կարիքի եղել Քերու Դերենի Կոհանյանի համար շտապ օգնություն կանչել։ 16:18 զանգել է, զգացել ուշանում են, երկրորդ անգամ է փորձել ու ընկալություն տևական ժամանակ լսել։ Զանգը սպասման մեջ է։ Իսկ ավելի ուշ հարցին, թե որքան պետք է սպասեն, պատասխանել են չգիտենք։ Հարցրել ունեն մոտոցիկլետով ծառայություն, որ գոնե դրանից օգտվեն։ Շտապ օգնության աշխատակիցն ի պատասխան էլի ասել է. չգիտենք։ Հիվանդը վերակենդանացման բաժանմունքում թթվածնով, հետևաբար ամեն մի վայրկյանը, ամեն մի րոպեն թանկ է քաղաքացու կյանքի եւ առողջության համար։ Համար անընդունելի է, երբ մարդը մի անգամ օրը կանչ տա, միշտ։ Շատերը համակարգիչ չեն, էլի իմ այդ գործելավոճի հետ, որ որոշել է, որ չգնան, չսպասարկեն, միջել իրանց անհարմարություն տանք, որ հասկանան։ Սովորեն, որ ուղղակի կանչ տան, իրանց ճնշումը չափեն, իրանց ճնշում իջացնող դեղորայքը ներարկեն, իրանց շաքարը ստուգեն։ Իրանք միշտ տարիների վեր ամեն աստծո կանչ են տվել այդ process-ների համար։ Հիմա ես էլ ասում եմ, եթե դուք ունեք ուժման կարիք, այս նոր չի, էլի արդեն ես մի 5 ամիս է։ Շտապ օգնությունն ինչպես է որոշում, մարդն ունի քրոնիկ հիվանդություն, թե ոչ, ըստ դրական, թե ոչ, կամ եթե նույնիսկ հենց քրոնիկ հիվանդ է, ուրեմն առողջապահության ոլորտի փորձագետն անընդունելի է համարում երևույթը։ Հիվանդի մոտ սրացման փուլ է եղել, հետևաբար այս դեպքում եղել է ախտորոշման կողմնորոշման խնդիր։
Այն, որ մարդը ունի քրոնիկ հիվանդություն, դա դեռ չի նշանակում, որ նա սրացման փուլում չէ եւ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի։ Իսկ ինչ է կատարվում առողջապահության նախարարության կողմից ակտիվ ռեֆորմի ենթարկվող մարզային շտապօգնության ծառայությունում։ Facebook-յան օգտատեր Լիլիթ Մարգարյանը գրում է. «Ալավերդիում շտապօգնություն կանչելը մի ամբողջ բյուրոկրատական սարսափ է։ Նախ պետք է զանգահարել Երևան, հետո Վանաձոր եւ միայն դրանից հետո, եթե դեռ կենթանի ես, տեղեկությունը կհասնի Ալավերդի։ Այս շղթան նվազագույնը 40-ից 45 րոպե է տևում, իսկ եթե համացանց չկա կամ պլանշետն է անսարք, հարկավոր է սպասել ավելի երկար»։ 2 օր առաջ 70-ամյա տատիկի համար կանչ էինք գրանցել։ Նա բժշկական կենտրոնից հեռու էր ընդամենը 600 մետր, սակայն չէր կարողանում քայլել։ Կանչից մոտ 20 րոպե անց մենք ինքներս մոտեցանք Ալավերդու բժշկական կենտրոն, հասկանալու թե ինչու չեն արձագանքում մեր կանչին։ Այնտեղ մեզ հրամցրին իրենց պլանշետը ու հայտարարեցին, որ համացանցի խնդիր կա, չենք կարող ոչինչ անել։ Առողջապահության նախարարությունից չեն հերքում, որ ուշացումներ մարզերում կարող են լինել, բայց ասում են իրենց չեն բողոքել։ Գոյություն ունի չափորոշիչներ դերասահմանում ժամանակի առումով շտապօգնության մեքենան պարտավոր է հասնել դեպքի վայր։ Ոլորտի բյուջեն ավելանում է, սպասարկման որակի հետ ինչ է լինում։ Մարզային շտապօգնության ծառայությունը երբ շտապ տեղ կհասնի։ Պաշտոնական պերմանենտ պատասխանը ռեֆորմը ընթացքի մեջ է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներած։ Վանդալիզմ Արցախում թշնամին կրակի տակ է առել օկուպացված Մարտունու եկեղեցին։ Մայրա թոռը կքննի Թալինի եկեղեցու հոգևոր հովվի հարցը։ Մետեո աշխարհը ինչպես կանցնի երեքշաբթին, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող 935 քաղաքացի տուգանվել է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել են, հավելել, որ տուգանքի որոշման չեղարկման 100 դիմումից բավարարվել է 11-ը, մնացած դեպքերում անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չեն ներկայացրել։ Որոշ դեպքերում էլ վալիդատորի հետ կապված են խնդիրները եղել չվճարման պատճառ։ Թվով 673 տուգանքի որոշում առանց տոմս երթևեկելու, թվով 89 այլ անձի արտոնությունից օգտվելու և թվով 173-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են թվով շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից թվով 89 գործեր մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով։ Շուշիի կանաչ ժամից, Ղազանչեցոցից ու Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցուց հետո օկուպացված Արցախում թշնամու ձեռքը հասավ նաև Մարտունու եկեղեցուն։ Քրիստոնեության նկատմամբ անհանդուրժողականություն բնորոշել կատարվածը մեղմ ասած քիչ է։ Գազանը երախաբացած հարձակվել է համամարտկային արժեքների վրա։ Իրենք իրենց գոհացնում են կրակի տակ առնելով սրբավայրը։ Հենց ադրբեջանցիներն են տեսանյութերում փաստել, կրակել, վնասել են Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Ադրբեջանը շարունակում է սպիտակ եղեռնը, այս անգամ կրակահերթի տակ են պահել Արցախի Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Մասնագետները օրեր առաջ են փամփուշտի թարմ ու խորը հետքեր հայտնաբերել տաճարի պատերի վրա։ Հենց ադրբեջանական թելեգրամյան ալիքների տարածած լուսանկարներն են փաստում, որ վերջին 2 տարիներին Մարտունի քաղաքում գտնվող սրբավայրը լրջորեն վնասվել է։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch խմբի մասնագետները վստահ են, թիրախավորումը կանխամտածված է եղել։ Երբ որ լուսանկարները դիտարկեցինք, երևաց, որ եկեղեցու պատերի վրա կրակահերթի թարմ հետքեր կան, այսինքն թարմ, որոնք 23 թվականից այն կողմ են արվել ու պատուհանները ջարդված են։ Հայտնի է, որ քաղաքի ներսում 23 թվականին մարտեր չեն եղել։ Այսինքն երևում է, որ իրանք արվել է արդեն օկուպացիայի ժամանակ ու բնականաբար միտումնավոր։ Միտումնավոր են ադրբեջանական զինված ուժերը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ թիրախավորել այս եկեղեցին ու նրա շրջակայքը, անխնա ռմբակոծել Մարտունի քաղաքը։ Ասում է հնագետը ընդգծում. օկուպացված Արցախում վանդալները առ այսօր ջանասիրաբար ջնջում են հայոց հետքը, պղծում մեր սրբավայրերը, նորոգման անվան տակ խեղաթյուրում պատմամշակութային կոթողները, անարգում շիրիմները։
Սա միտումնավոր արվող քաղաքականություն է, որտեղ եթե մարտեր չկան այդ հատվածում, անիմաստ տեղը պատերի վրա կրակելու այլ բացատրություն, քան վանդալիզմը ու անդուժողականությունը չի կարելի գտնել։ Թվացյալ խաղաղությամբ թշնամին շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Վանդալի ձեռքը բռնող, զսպող չկա, իրենց տիպիկ ու բնորոշ ձեռագրով մեկ առ մեկ անարգում ու հողին են հավասարեցնում հայի հոգևոր արժեքներն ու սրբությունները։ Անցնող տարիներին հասցրել են ոչնչացնել Շուշիի կանաչ ժամ, Բերձորի Սուրբ Համբարձման եւ Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցիները։ Սա անհանդուրժողականություն է մշակութային բազմազանության կոնցեպտին առհասարակ։ Սա աշխարհի մշակութային ժառանգությանն է հարված, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր բոլոր կոնվենցիաներում նշում է, որ ցանկացած ժողովրդի մշակութային ժառանգություն համամարտկային ժառանգության մի մասն է։ Հավատարիմ կոչմանն ու առաքելությանը թշնամին լծվել է հայկական հետքը մեկընդմիշտ վերացնելու գործին։ Միևնույն ժամանակ մասնագետներն ահազանգում են, վտանգված է Արցախի, ասել է թե համամարտկային պատմամշակութային ժառանգության ավելի քան 5000 հուշարձան։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ մինչև Մայրաթորը հայտնում է, թե Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը կքննի կարգապարական հանձնախումբը, Թալինի համայնքապետը հաջորդ կիրակի նոյեմբերի 9-ին հավատացյալներին հրավիրում է Սուրբ Պատարագի, որը կմատուցի Տեր Թադեի ձեռամբ օրվա այլ կարևորը հաջորդիվ տեսաշարում։ Անցնող տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիություն ստացել է ավելի քան 17,000 մարդ։ Այս մասին հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման ընթացքում հայտնել է ներքին գործերի նախարարը, տեղեկացնելով, որ նախորդ տարվա համեմատ 15.5% աճ կա։ Միևնույն ժամանակ դադարեցվել է 3166 անձի քաղաքացիություն, այս թիվը ևս աճել է շուրջ 17%։ Ըստ ներքին գործերի նախարարի, մեր երկրում վերջին 9 ամիսների ընթացքում ավելացել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, ավելի քան 10.5%, սակայն միևնույն ժամանակ 43-ով նվազել են նույն այդ պատճառով զոհերի ընդհանուր թիվը։ Պետեկամուտների կոմիտեն մաքսային զննման է ենթարկել HiPost ընկերության միջոցով Իսպանիայից Հայաստան ներմուծված 2 առաքանի եւ կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերել 178 գրամ եւ 250 գրամ պոլիէթիլենային տոպրակներ դեցված կոկային տեսակի թմրամիջոցներով։ ՊԵԿ աշխատակիցները պարզել են առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում եւ առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չունեն, սակայն հայտնաբերված զանգվածների նմանությունը կասկած է հարուցել։ Ձերբակալել են 4 քաղաքացու, նրանցից 3-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը, 4-ի դեպքում վարչական հսկողություն է։ Ի դեպ, խորհրդարանում այսօր ներքին գործերի նախարարը նաև հայտարարել է, թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը Հայաստանում աճել են 391-ով։ Էջմիածնի քիմիկների զորամասից խոշոր չափի գույքի հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքներ է ներկայացրել 4 անձի, այդ թվում պաշտպանության նախարարության ոչ բարձրաստիճան ծառայողների։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, մյուսների դեպքում դատարանն ընտրել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը եկեղեցու կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է հայտնել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նշենք, որ Տեր Թադե քահանա Թախմազյանը նախորդին Հովանավանքում մասնակցել է Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին, բացի այդ վերջին շաբաթների ընթացքում Facebook-յան գրառումներով աջակցություն է հայտնել կարգալույց հռչակված նախկին Տեր Արամ քահանային։ Տեղեկացնենք նաև, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես եւ Հովանավանքը Մայրաթորի հաշվեկշռում է, այսինքն տաճարի սեփականության իրավունքը մայր եկեղեցունն է։ Կառավարության հավանությամբ Երևանի Կասկադ համալիրի վերակառուցման նախագիծը մտել է գործնական փուլ։ Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյան տեղեկացրել է, թե ներդրողի հետ կկնքվեն պայմանագրեր շինարարական աշխատանքներն ու հողամասերի օտարումը կարգավորելու համար։ Նախագծի էսքիզը մշակել են ֆրանսիացի ճարտարապետները, իսկ իրականացնողը ամերիկյան ընկերությունների կոնսորցիումն է։ Կասկադի վերին հատվածի քանդման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին արևոտ կանխատեսումներով մեզ է միանում Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսիա Պրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։
Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղ ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 14 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 14-ից 19, Լոռիում 11-ից 14, Տավուշում 14-ից 17 աստիճան, Հարիրատում, Արմավիրում կդիտվի 17-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 14-ից 18, Սյունիքի նախալեռներում 10-ից 14 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 3-ից 5, ցերեկը 16-ից 18, երեկոյան 8-ից 10 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։